Կառավարությունն իրազեկում է։ Ովքեր պետք է ներկայացնեն 2024 թվականի համար եկամուտների հայտարարագիր։ Ողջույն, ես խոհարար եմ։ Ճիշտ է, որ ես եւս պետք է 2024 թվականի համար եկամուտների հայտարարագիր ներկայացնեմ։ Այո, կարևոր է, որ դու մտածում ես այս մասին։ Եթե դու Հայաստանի քաղաքացի, Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ անձ ես եւ 2024 թվականին նույնիսկ մի քանի օր կամ 1 ամիս աշխատել ես, այսինքն 2024 թվականի ընթացքում համարվել ես վարձու աշխատող, անկախ նրանից թե ինչ աշխատանք ես կատարել, ապա պետք է հարկային մարմին ներկայացնես 2024 թվականի համար եկամուտների հայտարարագիր։ Իսկ եթե իմ տղան աշխատում է, բայց անչափահաս է եւ 17 տարեկան, նա եւս պետք է լրացնի եկամուտների հայտարարագիր, թե իր փոխարեն ես պետք է հայտարարագիրը ներկայացնեմ։ Դե իհարկե ոչ, ասեմ, որ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձինք չեն ներկայացնելու եկամուտների հայտարարագիր, նույնիսկ եթե նրանք համարվել են վարձու աշխատող եւ ստացել են եկամուտ։ Նրանց փոխարեն ծնողները եւս չունեն հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։ Ինձ նաեւ հետաքրքիր է, եթե ամուսինս անհատ ձեռներեց է, արդյոք որպես ֆիզիկական անձ նա եւս պետք է հայտարարագիր ներկայացնի։ Ոչ, քանի որ անհատ ձեռներեց լինելը հայտարարագիր ներկայացնելու հիմք չէ, բայց ահա նրա աշխատողները պարտավոր են ներկայացնել հայտարարագիր։ Մի հարց եւս, քույրս երեխայի խնամքի հետ կապված արձակուրդում է, նման դեպքում ինչ պետք է անի։ Բնականաբար նա եւս հայտարարատու է, քանի որ համարվում է վարձու աշխատող։ Բացի 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված անձանցից հայտարարագիր պետք է ներկայացնեն նաև Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացել են հարկվող եկամուտ, 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցրել են հանրային ծառայության մասին օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության եւ կամ հանրային պաշտոններ, 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել են 2023 թվականի արդյունքներով 1 միլիարդ դրամ եւ ավելի համախառն եկամուտ հայտարարագրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից, բաժնետեր, փայատեր, անդամ, համարվում են փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենքով սահմանված իրական շահառու, 2024 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն, 2023 թվականի հաշվետու տարվա համար ներկայացրել են եկամուտների հայտարարագիր։ Կարևոր է հիշել նաեւ, որ եկամտային հարկի տարեկան հաշվարկ հայտարարագիր են ներկայացնում նաեւ 2024 թվականի ընթացքում հարկային գործակալ չհանդիսացողներից հարկվող եկամուտներ ստացած եւ եկամտային հարկն ինքնուրույն հաշվարկելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձինք, օրինակ, բնակարանը վարձակալությամբ այլ ֆիզիկական անձանց տրամադրողները, անկախ մասնագիտական աշխատանքներ կատարողները, ֆրիլանսերները եւ այլն։ Ուշադրություն, այս դեպքում անչափահասի փոխարեն եկամտային հարկի տարեկան հաշվարկ հայտարարագիր պետք է ներկայացնի նրա ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն։ Եղեք տեղեկացված եւ ներկայացրեք եկամուտների հայտարարագիրը։ Պետական եկամուտների կոմիտե։